Դադար գեմերկոմ ազիշճան կովերը տեղնախտնգան սատկան, երեկովս էլ սատկան հանինք թապեցինք։ Կատնատուկովը 500,000 դրամ է, բայց գյուղացու համար միլիոն արժե։ Մինչև քարակերտցիները գլխի են ընկել, որ կորցնում են միլիոնները, կովերը սատկել են։ Տարածված է ամբողջ Ավանով մեկ։ Անասնաբուժական վարչությունը գաղափար չունի, ինչ հիվանդություն գոյություն ունի անասունների մեջ։ Չեն գալիս, չեն հետարկում, գնում են ապտեկաներից դեղ են առնում, որը չի օգնում, մի շաբաթ է պահում, նորից պետք է բերես, նորից ծրսկես, վակցինա չկա։ Ռուդիկեն Սաղիկովը թորշնել է, հղիկովին հատուկ խնամքով են պահել, բժիշկ էլ ժամանակին են կանչել, բայց հիվանդությունը առաջինը նրան է ծնկի բերել։ Գյուղացին դեղնախտով հիվանդ կովին չի մորթում, ափսոսում է, հիշում է ինչպես են պահել իրենք կովին, կովն էլ իրենց։ 5-րդ օրն է կովն ընկելահում է, ասում ես, դաժե Երևանից գնացես տեղեր են բերել, էլի ոչ մի փոփոխություն չկա, ու քարակերտում շատ անասուններ սատկել են։ 3 կովը մեզ սատկան։ Հա մեկը կատնատել փորով էր, դաժե Աղի էր, հա։ Երկու հատնի հորդ, ես մեկ 20 օր առաջ է արը սատկան։ Յուրիկիկովը բախտավոր աստղի տակ է ծնվել, դեղնախտը հաղթահարում է։ Գյուղի անասնաբուժներից Տիկին Ժաննան կողքից չի հեռանում, բուժումը արդյունք է տալիս։ Բժիշկն ասում է, հիվանդությունը թույլ ու ցածր դիմադրողականություն ունեցող կովերին է սպանում։ Խոշոր եղջերավորներն այս տարի վատ են սնվել, սեզոնին կանաչ խոտը քիչ էր, հիմա էլ թանկ։ Երևանում լաբորատոր ստուգումներ են արել ու պարզել կովերը ոչ թե դեղնախտով են հիվանդ, այլ բիոպլազմոզով, որը առաջանում է միջատների խայթոցից։ Քարակերտցիները սակայն ստուգումներին չեն հավատում։ Միսը դեղին գույնի էր, բանը ոտքերը կդրեցինք դեղին գույնի էր։ Տարօրինակ հիվանդությամբ արդեն վարակվել են հարևան գյուղերի կովերը։ Միսը ասում են վտանգավոր չէ, եթե լավ եփես։ Գյուղացիները սակայն չեն վաճառում այն, տալիս են շներին կամ ոչնչացնում են։ Անցած տարի վիժում էին, այս տարի էլ սատկում են։ Կարինե Վարդանյան, Էդվարդ Չախալյան, ժամը լրատվական, Արմավիր։